Շուրջ 1 ամիս է ընթանում է Միացյալ Նահանգների եւ Իսրայելի Իրանի դեմ սանձազերծած պատերազմը։ Այս 1 ամսվա պատերազմի դեռ մեկնարկից առաջ սկզբնական շրջանում կային բավական բազմաթիվ, այսպես բացասական կանխատեսումներ, առաջին հերթին սպասվող հնարավոր թանկացումների տեսքով, եւ ահա արդեն 1 ամիս է տարբեր զարգացումներով պայմանավորված այդ բացասական դրսևորումներն ըստ էության իրականում կյանքի են կոչվում։ Բնական է, որ կողմերից յուրաքանչյուրի ցանկացած գործողություն, անգամ հայտարարություն առաջացնում է որոշակի վայրիվերումներ, բայց որպես առաջնային եւ սպասում եւ արձանագրված փաստ էներգակիրների թանկացումներն են։ Վայրիվերումների մասով հատկապես ֆինանսական շուկաներն են, ինչպես միշտ եւ ինչպես սպասելի է, բավական զգայուն նման զարգացումների, գործողությունների, ընդհանուր մինչեւ հայտարարությունների նկատմամբ եւ այս իմաստով այսօր էլ ֆինանսական շուկաների արձագանքները դեռևս կարող ենք բնութագրել որպես ընթացիկ արձագանքներ եւ ցանկացած հաջորդ պահին դրանց զարգացումները կարող են տրամագծորեն հակառակը լինել, քան արձանագրված են այսօր։ Միաժամանակ մարտի 30-ի առավոտյան առևտրի տվյալներով հիմնական ֆինանսական ինդեքսները անկումային են եղել։ Դրանց որոշները մենք ներկայացրել ենք մեր առաջին պատկերում եւ դուք ինքներդ տեսնում եք եւ ամերիկյան եւ եվրոպական եւ ասիական ինդեքսները հիմնականում բացասական են։ Որոշ գնահատականներ կան եվրոպական ինդեքսների տարատեսակ վարքագծի մասին, բայց ինչպես նորից պետք է նշել, դրանք էմոցիոնալ եւ ընթացիկ ուրեմն արձագանքեր են անընդհատ զարգացող, անընդհատ տեղի ունեցող զարգացումներին եւ հետեւաբար որևէ պահին ֆիքսված որևէ զարգացումը չենք կարող որպես վերջնական եւ այսպես մնայուն զարգացում որակել։ Այնուամենայնիվ այսօր եւս այդ ինդեքսներն անկումային են եւ այսօր առավոտյան նավթի գները լրացուցիչ 2%-ով կրկին թանկացել են։ Թանկացել են նախորդին արդեն իսկ արձանագրված թանկացումների ֆոնին։ Այդպիսով էլ ավելի իրատեսական դարձնելով դեռ ռազմական գործողությունների սկզբնական շրջանում արված կանխատեսումներն առայն, որ նավթի գինը կարող է գերազանցել $200 անգամ, բնականաբար իր բավական լուրջ բացասական հետևանքներով համաշխարհային տնտեսության վրա եւ առաջին հերթին հնարավոր թանկացումների տեսքով։ Ինչ վերաբերում է այդ սպասումներին եւ կանխատեսումներին, որոնք բնականաբար այս ընթացքում եղել են եւ կան բազմաթիվ, այսօր մի քանիսը դրանցից եւս առանձնացրել ենք, ավելի թարմերը, իհարկե այդ շարքը բավական երկար է, բայց դրանցից որոշները ներկայացրել ենք մեր երկրորդ պատկերում, որոշ կարճ գնահատականներ եւ այսպես, օրինակ New York Times-ի գնահատմամբ մերձավոր արևելյան զարգացումները ամերիկացի հարկատուին ընդհանուր առմամբ կարող է արժանալ $1 տրիլիոն։ Ընդ որում, հոդվածում բավական մանրամասն ներկայացում է, թե ինչպիսի սոցիալական ծրագրեր կարելի է իրականացնել ծախսված գումարների դիմաց։ Տնտեսական սարսափելի հետևանքներ կանխատեսում է Financial Times-ը Եվրամիության եւ եվրոպական երկրների համար։ Իդեպ, եվրոպական երկրների մասով բազմաթիվ են արդեն իսկ արձանագրված բացասական զարգացումները, նույն գնաճի տեսքով, գազի գների հետ կապված առավելապես ու մասնավորապես եվրոպական տարբեր երկրներում եւ այդպիսի լրահոսն այսօր միջազգային ընդհանուր համայնապատկերում բավական հաճախ կարելի է հանդիպել։ Առևտրի համաշխարհային կազմակերպության գնահատմամբ այսօրվա այս մերձավոր արևելյան զարգացումները համաշխարհային գլոբալ համակարգը 80 տարվա ամենամեծ խափանումների ներքո է դրել։ Բնական է, որ այս կանխատեսումը եւս առաջին հերթին ենթադրում է հնարավոր նոր գնաճային նոր ճնշումներ համաշխարհային տնտեսությունում։ Եվ ինչպես նշեցինք, նման օրինակ կանխատեսումները իհարկե շատ են։ Ընդհանուր առմամբ մերձավոր արևելյան զարգացումները դրանց հետագա շարունակականությունը ուրեմն համաշխարհային տնտեսության վրա տարատեսակ ազդեցություններ կարող է ունենալ։ Բնական է, որ համաշխարհային տնտեսությունը որպես գլոբալ մեկ մարմին ընդհանուր առմամբ բացասական ազդեցությունների եւ սպասումների ներքո է, բայց այդ բացասական սպասումներին զուգահեռ օբյեկտիվորեն նաեւ քիչ չեն հանդիպում գնահատականները, որ օրինակ այս կամ այն նավթ արդյունահանող երկրի հատկապես նավթային եկամուտները այս մեկ ամսվա ընթացքում այսինչ քանակով ավելացել են։ Դա եւս առավել քան սպասելի է։ Ինչ վերաբերում է մասնավորապես ու հենց բուն թանկացումներին, ապա դրա ազդեցությունները իհարկե կարելի է ենթադրել, որ կզգան բոլորը։
Առավելապես այնպիսի երկրները, զարգացող երկրները, որոնք առավելապես ներմուծող երկրներ են։ Երկրների խումբ, որոնց թվին պատկանում է նաև Հայաստանը։ Իդեպ, Մերձավոր Արևելյան զարգացումների հնարավոր հետևանքների գնահատական հնչեցվել է նաև մեզ մոտ։ Հիշեցնենք Կենտրոնական բանկի օրերս արված գնահատականը, համաձայն որի Մերձավոր Արևելյան զարգացումների հետագա ընթացքի պահպանման պարագայում Հայաստանում գնաճի լրացուցիչ 1,2-ից 1,7% նոր ալիք է սպասվում։ Ընդհանուր առմամբ պետք է հաշվի առնել, ի նկատի ունենալ եւ կանխատեսումներում առնվազն ունենալ այն գնահատականը, սպասումը, որ Հայաստանի տնտեսությունը որևէ կերպ անմաս չի մնալու այդ ընդհանուր գնաճային ինֆլյացիոն ճնշումներից։ Միաժամանակ պետք չէ նաև շրջանցել Եվրասիական տնտեսական միության հանգամանքն այն իմաստով, որ նույն կորոնավիրուսի ճգնաժամային զարգացումների ժամանակ Եվրասիական տնտեսական միությունը միության անդամ երկրների եւ այդ թվում Հայաստանի համար կարողացավ որոշակիորեն տնտեսական անվտանգային բարձիկներ ստեղծել, բայց այնուամենայնիվ բացասական հետևանքներն ամբողջովին շրջանցել եւ խուսափել այդ ժամանակ եւս չստացվեց, հնարավոր չեղավ։ Այս իմաստով, այս զարգացումների համատեքստում, հատկապես այն ֆոնին, երբ մեզ մոտ պաշտոնական վիճակագրությունով դեռևս փետրվարին արդեն իսկ արձանագրվել է 4,3% գնաճ, մասնավորապես սննդամթերքի 6,5% գնաճ, հատկապես այն ֆոնին, երբ այդ սննդամթերքի բացվածքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ որոշ ապրանքներ շատ ավելի մեծ քանակությամբ, մեծ թափով եւ մեծ արագությամբ են թանկացել, այս ամենի համատեքստում շարունակում է մնալ մեծագույն հարցը, որքանով է հնարավոր այդ Մերձավոր Արևելյան զարգացումների բացասական հետևանքների ամբողջական, ուրեմն դրսևորման պարագայում, որքանով է հնարավոր պայքարել սոցիալական հնարավոր լարվածության եւ ճնշումների հետևանքների մեղման իմաստով եւ բավական մեծագույն հարց է նաեւ, թե արդյոք այսօրվա բնակչության եկամուտների նախընտրական որոշ բարձրացումները իզորու են իրապես պայքարելու այդ բացասական հետևանքների մեղման դեմ։